Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում եմ քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում եմ քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում եմ քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես, ամեն բան ինչ որ քեզանից է սիրելի հայր, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, ու ամեն ճշմարտություն, որ գալիս է քեզանից, թող մարդկանց կյանքերում բերի պարզություն, իրանց հաստատի քո ճշմարտության մեջ։ Մենք բոլորս կարիք ունենք քեզ ճանաչելու, քո խոսքը մեր աչքերին թող լինի լույս, որ մենք քայլենք լույսի մեջ, որպեսզի գնանք քո ճանապարհներով, որ հաստատուն լինենք մեր քայլերի մեջ, իմանալով, որ ճշմարտության մեջ ենք։ Առաջնորդիր մեզ, քանի որ ճանապարհը, որով մենք գնում ենք, Հիսուսի մոտ Սուրբ Հոգին գիտի ոնց տանի։ Քո ճանապարհներն է, որ կատարյալ է։ Այն ինչ որ մեր աչքին ճիշտ է երևում, հնարավոր է, որ մեր մարդկային մտածելակերպով, սահմանափակ մտածելակերպով այդքան էլ ճիշտ չլինի, բայց այն ինչ որ դու ես ասում, դա ճշմարտությունն է ու դա կատարյալ ճանապարհն է, որով դու մեզ առաջնորդում ես։ Մենք հանձնում ենք ամեն բան քո ձեռքերի մեջ, որ դու անես քո հոգու զորությամբ ու բոլորիս հասցնես այն նպատակակետին, որտեղ որ ուղղորդում ես Հիսուս Քրիստոսի արքայության մեջ հաստատվելու, վերջնական լիակատար հաղթանակ Աստծո արքայության մեջ։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու ես, որ ամեն մեկիս կյանքում իրականացնում ես քո խոսքը, ամեն մեկիս համար լույս ես ու դու խավարը ցրում ես քո լույսով, որպեսզի մեր ոտքերը քարի չկպնեն, մենք չսայթաքենք, չգայթակղվենք ու որևէ մեկը չկարողանա որևէ մեկին մոլորեցնի։ Քո խոսքը ուղարկիր ամեն իրավիճակի վրա ու թող քո խոսքը ամեն իրավիճակները բերի պարզության մեջ։ Եթե կան բաներ, որ դեռ հասկանալի չեն, դու ես, որ ճշմարտությունն ես, որ քո հոգով բերում ես հասկացողությունը իրավիճակի վրա ու մարդկանց օգնում ես ճիշտ կողմնորոշվելու։ Ես ամբողջ Հայաստանը բերում եմ քո առաջ, որպեսզի պահես Հայաստանը ամեն մոլորությունից, ամեն բան ինչ որ բարձրացած է քո կամքի դեմ, Հիսուսի անունով կապում եմ ու հնազանդեցնում քո ոտքերի տակ։ Ամեն միտք, որ բարձրացած է քո դեմ, Հիսուս, դա հպարտությունն է, դա հպարտության հոգին է, որը կործանումն է տանում։ Կործանումից առաջ գնում է հպարտությունը։ Ամեն մեկի սիրտը, որ լցված է հպարտությամբ, թող փշրվի այդ մոլորության ոգին, որ իրան առաջնորդում է։ Ես կանչում քո Սուրբ Հոգու կրակը ամեն դիվային ներգործության վրա, որ մարդկանց տանում է մոլորության մեջ։ Թող խափանվեն սատանայի ծրագրերը, թող մոխրանան դիվային ծրագրերը Սուրբ Հոգու կրակի մեջ, ու թող գա լիակատար ազատությունը Սուրբ Հոգու զորությամբ քո հաղթանակի պատճառով, որ արդեն իրականացրել ես խաչի վրա։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու քո գերբնական պաշտպանությունը բերում ես Հայաստանի վրա ու բոլոր մարդկանց վերցնում ես քո ողորմությամբ, քո սիրով, քո գիրկը թույլ չտալով որևէ մեկի կորուստը։ Բացի այն մարդկանցից, ովքեր որ կորստյան որդիներն են, ովքեր որ իրանց գիտակցորեն տվել են սատանայի ծրագրերին, այդ բոլոր մարդկանց ես հանձնում եմ քո ձեռքերի մեջ, վարվի իրանց հետ ոնց սիրտդ ուզում է, բայց այն բոլոր մարդիկ, որ միամտաբար հայտնվել են թշնամու թիկունքում, թշնամու բանակում ու գործում են քո կամքի դեմ, ես խնդրում եմ, որ իրանց հանդեպ անես ողորմություն ու իրանց ազատես այդ դիվային ներգործությունից, բերելով լույսը իրանց կյանքում ու ազատելով դիվային սատանայական ծրագրերից, այն դժոխքի վտանգներից, որ իրանց սպասվում է։ Թող քո շնորհքը իրանց վրա լինի, ցույց տուր քո ողորմությունը իրանց հանդեպ ու բաց իրանց քո ճշմարտությունը քո հոգու զորությամբ Հիսուսի անունով, ամեն։ Ամեն սիրելի հայ ժողովուրդ, ինչ որ կա Հայաստանում իրականում շատ խճճված է, լույսը խավարի տեղ է ներկայացվում, խավարը լույսի տեղ ու շատ շատերը չեն հասկանում իրականում ինչ է կատարվում։
Դրա համար շատ կարևոր է, որ իրականում Աստված բերի պատասխանը, որովհետև Աստված լույսն է, Աստված ճշմարտությունն է, Աստծո առաջ է ամեն բան, մարդկանց սրտերը ինչ նենգություն են պատրաստել, Աստված գիտի։ Մի նայեք փափուկ խոսքերին, ով ոնց է խոսում կամ ոնց է ներկայացնում։ Իրականում սրտեր քննող Աստված է ու ինքը գիտի ամեն բան։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք ուղղակի խնդրենք Աստծո կամքը, որը կատարյալն է։ Աստծո դատաստանը, Աստծո արդար դատը ամեն իրավիճակի վրա, որպիսի խավարի գործերը մոխրանան, իսկ Աստծո գործերը, լույսի գործերը հաստատվեն։ Գիտեք, ես այսօր մի հատ ուղերձ եմ տեղադրել Աստվածաշնչից, հենց այն հատվածն է, որ պատմությունը Իսրայելում Աքաբ թագավորի ու Հեզաբելի իր կնոջ թագավորության ժամանակն է, որտեղ Հեզաբելը, որը Աքաբի կինն է, ամբողջությամբ ինքը իշխում է Աքաբի վրա։ Խոսքը ասում է, որ կինը պետք է հնազանդ լինի իր ամուսնուն, այսինքն տան գլուխը ամուսինն է, բայց քանի որ Հեզաբելը ինքը իր աննազանդությամբ իր ամուսնուն ճիշտ հակառակ դիրքորոշման մեջն է, ինքն է ղեկավարում իր ամուսնուն, դրա պատճառով ամբողջ Իսրայելը հայտնվում է կռապաշտության մեջ, որտեղ արդեն սխալ ոգի է գործում այդ ժամանակ թագավորությունում, Հեզաբելը ղեկավարելով երկիրը, ինքը ազգը տանում է կռապաշտության մեջ, իր բոլոր գործողությունները դա կախարդություն է, դա ամբողջությամբ հպարտությունից դրդված քայլեր են, դա թշնամանք է Աստծո դեմ ու բնական է իրանց շուրջ բոլորը հավաքած ունեն նաև սուտ մարգարեներ, որոնք իրանց սազանդարներն են, որոնք իրանց գովքն են անում, իրանց ծրագրերն են հավանություն տալի, պատրաստակամ են ամեն իրանց որոշումներին ընդառաջ գնալու ու ամբողջ Իսրայելը իրանք պահում են անեծքի տակ իրանց սխալ որոշումների արդյունքում, բայց գալիս է Եղիան ու իրանց կռապաշտության պատճառով Աստված ուղղակի Եղիային ասում է, որ Եղիան աղոթի ու երկինքը փակվի 3.5 տարի ու դա պատասխանն է լինում Աստծո այն կռապաշտությանը, որ տիրում է Իսրայելում Հեզաբելի ու Աքաբի ղեկավարության, սխալ ղեկավարության պատճառով ու բնական է Աքաբը, Հեզաբելը իրանք շատ կատաղած են ելնում Եղիայի վրա, բոլոր մարգարեների վրա, Հեզաբելը բոլոր մարգարեներին սպանում է, որ որևէ մեկը ճշմարտության մասին չխոսի, չվկայի, իսկ Եղիային Աստված թաքցնում է, սկզբից Հեղեղատի մոտ է թաքցնում, այնտեղ կերակրում է, հետո բերում է մի որբևայրի կնոջ մոտ, որին հրաման է տվել, որ Եղիայի համար հոգ տանի ու գերբնական ճանապարհով Աստված նաև հոգում է այդ կնոջ կարիքները, որտեղ ինքը ունենում է վերջին ալյուրն ու յուղը, բայց երբ որ ինքը իր սիրտը բացում է Աստծո կամքը կատարելու ու Եղիայի համար հոգ է տանում, իր սափորից յուղն ու ալյուրը չի վերջանում, մինչև այն օրը, երբ որ անձրևը գալիս է ու այդ երաշտը վերջանում է։ Ու երբ որ Եղիան գալիս է Աքաբի մոտ ու հանդիմանում է Աքաբին իր կնոջ կռապաշտության համար, կախարդության համար, Աքաբն էլ հակառակ դրան մեղադրում է Եղիային ու ասում է, որ քո պատճառով է, որ անեծք է եկել Իսրայելի վրա, երկինքը փակ է։ Եղիան ասում է, որ դա քո կնոջ կռապաշտությունն է, ձեր աննազանդությունն է Աստծուն, որը իրական պատճառն է, բայց իրանք փոխադարձ մեղադրանքների մեջ են լինում, դա լինում է պատճառ, որ Եղիան ասում է, դե եկեք հիմա տեսնենք իրականում Աստված ում հետ է, դա է պատճառը, որ ինքը հավաքում է բոլոր այդ սուտ մարգարեներին, զոհ է մատուցում, ասում է սկզբից դուք աղոթեք, տեսնենք կրակով, եթե Աստված պատասխանի, ուրեմն ինքը ձեր հետ է, իսկ եթե իմ զոհին պատասխանի, ուրեմն իմ հետ է։ Այսինքն մի իրավիճակ, որտեղ չկա պարզություն, մարդկայնորեն հնարավոր չի, փոխադարձ մեղադրանքներ է, բայց պատասխանը պետք է գա Աստծուց, որպեսզի լույսը առանձնացնի խավարից։ Դրա համար Եղիան կանչում է ոնց որ մենամարտի ու այդ մենամարտում բացահայտ ցույց է տալի, որ Աստված իր հետ է, որովհետև Աստված կրակով պատասխանում է Եղիայի զոհին ու չի պատասխանում այդ 850 սուտ մարգարեների աղոթներին, որ ամբողջությամբ երկար ժամանակ իրանց տանջելով աղոթում էին ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո տեսնում է իրականում, որ
ճշմարիտ Աստվածը այն Աստվածն է, ում որ Եղիան է ներկայացնում, ու դա դառնում է պատճառ, որ բոլոր այդ սուտ մարգարեներին կոտորում են ու հիմնահատակ ոչնչացնում են, այսինքն այն սազանդարները, որոնք ամբողջությամբ ապահովում էին Հեզաբելի Աքաբի ազդեցությունը, իրանց կտրում է Աստված Եղիայի ձեռքով, ու այստեղ շատ կարևոր մի բան է կատարվում, որ այդ իրավիճակի մեջ ժողովուրդը նախ սկսում է զանազանել, թե ում հետ պետքա ինքը լինի, ինչ Աստծու պետքա պաշտի։ Գիտեք, այս ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի այս իրավիճակում Հայաստանում ժողովուրդը հասկանա ինչ է կատարվում։ Նախ ուզում եմ ասեմ նորից, Հեզաբելը ինքը իրավունք չուներ իշխելու Իսրայելի վրա, իրավունք չուներ իր ամուսնու տեղը գրավելու։ Եթե մարդը Աստծուց չունի իշխանություն ու իրան վերագրում է մի բան, որ իրան Աստված չի ասել, ինքնակամ, ինքը քայլեր է ձեռնարկում, առաջին հայացքից կարա տպավորություն ստեղծի, որ ինքը լավ բան է անում, բայց դա Աստծուց չի, դա Հեզաբելի հոգին է հենց, որ իրան դրսևորում է, որ ցույց է տալի, որ ինքը մտահոգված ինչ-որ մեկն է, բայց մտնում է մի տարածք, որի իշխանությունը իրան տրված չի, այսինքն ինքը զավթում է, սկսում է իշխել, դրա պատճառով գալիս է անեծքը, որտեղ իր գործողությունները աննազանդությունը Աստծու դեմ, իր քայլերը տանում են կռապաշտության ու իր աղոթները արդեն կախարդական աղոթներ են, ինքը հպարտությամբ լցված, ոչ թե Աստծուն է ձգտում փառավորի ու Աստծու կամքը կատարի, այլ ինքը ստեղծում է սեփական արքայությունը, ինչը որ Հեզաբելը արել էր ու դա բերել էր անեծք Իսրայելի կյանքում։ Ու հիմա այս ամեն ինչը Հայաստանում, երբ որ մենք նայում ենք, երբ որ խոսքը վերաբերում է վարչապետի քայլերին, ինքը իրան վերագրել է մի բան, որի իշխանությունը չունի։ Ինքը վերցրել է մի բան, մի հանձնարարություն իր վրա, որը իրան Աստված չի տվել։ Իրան կաթողիկոսը չի նշանակել, եկեղեցուց իրան չեն նշանակել նման գործի համար։ Ինքը ինքնակամ, սեփական նախաձեռնությամբ, օգտագործելով իր վարչական իշխանությունը, փորձում է ժողովրդին կոնտրոլի տակ պահելով պարտադրել բաներ, որ ոչ ինքը ունի, ոչ էլ այդ մարդիկ ունեն իրավունք անելու։ Այսինքն ինքը մտնում է մի տարածք, որտեղ Աստված իրան չի առաջնորդել, իրավունք չի տվել, իշխանություն չի տվել, ու դա Հեզաբելի հոգին է։ Ու ցավոք սրտի շատ շատերը այդ սուտ մարգարեների նման կանգնել են ու պաշտպանում են Հեզաբելին, որպեսզի ինքը Աստծու ծառայողին մեղադրի, ու ինքը այդ ոգին մեղադրում է իրական ճշմարիտ Աստծու ներկայացուցիչին, որը Եղիան էր, ու ստեղ կա կոնֆլիկտ իրականում, ու այս իրավիճակի մեջ պարզությունը Աստված է, որ բերելու է։ Աստված իր խոսքը ամեն անգամ ուղարկում է, որպեսզի մարդիկ հասկանան ու կանգնեն ճշմարտության կողմը, ովքեր որ կանգնած են վարչապետի կողքին ու սխալ հոգու ազդեցության տակ են, որ հասկանալով հեռանան, որտեղ Հեզաբելի ոգին ինքը շատ վտանգավոր ոգի է, ինքը մահվան մեջ է տանում։ Երբ որ նայեք Հայտնության գրքում, երբ որ եկեղեցիներին ուղված խոսքով հանդիմանում է Աստծո հոգին, այնտեղ կա եկեղեցի, որտեղ Աստված շատ գովում է այդ եկեղեցու գործերը, բայց հետո հանդիմանում է, ասում է, բայց քո դեմ մի բան ունեմ, որ Հեզաբելին իրան թույլ ես տվել, որ ինքը իրան մարգարե հռչակի ու մոլորեցնի իմ ժողովրդին, ասում է, եթե շուտով չապաշխարի, ես այցելելու եմ իրան ու իր երեխեքը մեռնելու են։ Այդ աստիճանի վտանգավոր է Հեզաբելի ոգին, ինքը մոլորության մեջ է տանում, բայց երբ որ Աստված սկսում է իր դեմ, իր դատաստանը, իր երեխեքը վտանգված են, ու նաև շատ վտանգված են այն մարդկանց երեխեքը, ովքեր որ հանդիսանում են Հեզաբելի կցորդը, այդ սուտ մարգարեների նման օգնում են, որ ինքը իր դիվային ծրագրերը իրականացնի։ Սա խոսում եմ այն մասին, որ շատ վտանգավոր է իրականում։
մարդիկ գործ ունեն Աստծու հետ ու չեն պատկերացնում։ Աստված լափող կրակ է, ինքը աչառություն չունի, ինքը շատ արդար է։ Ու եթե նույնիսկ կան քրիստոնյաներ, որ մոլորված են ու Փաշինյանին են հետևում ու չեն նայում իրականում ոնց է ինքը խախտում Աստծո դրված կարգ ու կանոնները, չեն տեսնում, որ ինքը Հեզաբելի հոգով առաջնորդված անեծք է բերում երկրի վրա, ես խնդրում եմ, որ Սուրբ Հոգին կպնի ձեզ ու առանձնացնի ձեզ, որպեսզի այս արավիկները, որ գալու է անօրինության որդու վրա, ձեզ չկպնի։ Թող մենակ այդ անեծքը վերադառնա հենց նրան, ով որ սա ծրագրել է։ Ես խնդրում եմ, որ Աստված իր գերնական միջամտությամբ առանձնացնի այն բոլոր մարդկանց, ովքեր որ միամտաբար հայտնվել են ու պաշտպանում են վարչապետի սխալ քաղաքականությունը, որը Հեզաբելի հոգուց է։ Աստծո խոսքը հստակ ցույց է տալի, որ եթե այն մարդը չունի Աստծուց իշխանություն, մանդատ, ինքը սխալ հոգով է գործում ու ցույց է տալի, թե Աստծո բաներն է անում, Աստծո համար է հետաքրքրված, Աստծո տան համար է հետաքրքրված, որի իրավունքը ինքը չունի, ինքը մոլորության ոգին է, ինքը դիվահարված սատանայի առաջնորդությամբ իրականացնում է ծրագրեր, որը երկիրը ու իր հետևորդներին ուզում է տանի անեծքի մեջ։ Աստված է Հայաստանի Տերը ու Հայաստանի դեմ ուղված որևէ ծրագիր հաջողություն չի ունենալու։ Սա ուղղված է բացահայտորեն Երեմիա 51:27 տեսիլքին մեծ հայքի սահմաններով Հայաստանին, որովհետև Փաշինյանի քաղաքականությունը ամբողջությամբ հակասում է տեսիլքին։ Սա եւս մի ապացույց ձեզ, որ ինքը Աստծո կամքը չի կատարում, Աստծո տեսիլքը չի իրականացնում, փնտրում է սեփական ծրագրերը, առաջնորդված է այլ կենտրոններից, չի կարա իրական քրիստոնյան հակասի ինքն իրեն, չի կարա իրական քրիստոնյան հակառակ հանդես գա արարած սարին, որը քրիստոնյաների համար մեծ խորհուրդ ունի, չի կարա փոխի պատմության գրքերը, որտեղ ավաղվում է հայոց պատմությունը, չի կարա կասկածի տակ դնի ցեղասպանությունը 1.5 միլիոն հայորդիների զոհը, որոնք չեն ուրացել Հիսուսին, քրիստոնյա մնալու համար գերադասել են մահը։ Գիտեք, այս բաները ուղղակի բացահայտ օրինակներ են, որ կարան շատերի պարզության մեջ ցույց տան ում հետ դու գործ ունեք ու ինչ հոգի է առաջնորդում վարչապետին։ Ես չգիտեմ ինքը մոլորված է, թե մտածված է սա անում, ամեն դեպքում Աստված իրան քանի անգամ զգուշացրել է, որ ինքը այս ճանապարհով չգնա, ինքը գնում է հստակ Աստծո կամքի դեմ, Աստծո տեսիլքի դեմ, Աստծո կոչումի դեմ, որ կա Հայաստանի վրա։ Ու Աստված, քանի որ Հայաստանի Տերն է ու նախանձավոր Աստված է, թող իր ձեռքով բերի արդար դատաստանը անօրենության որդու վրա Հիսուսի անունով։ Հայր, խնդրում եմ, ողորմություն արա ու այն բոլոր մոլորվածները, որ իր հետևորդն են, առանձնանան, չմնան իր կողքին, որ իր հետ միասին չկործանվեն, ոնց կործանվեց Աքաբն ու Հեզաբելը։ Հայր, Հայաստանը քո սեփականությունն է ու քո կրակով վերահսկիր Հայաստանի վրա, քո Սուրբ Հոգու կրակը բորբոքիր Հայաստանի վրա ու թող մոխրանան ամեն դիվային ծրագրերը, որ կան Հայաստանի դեմ ուղված։ Կապ չունի ով է դրա հեղինակը, քեզանից ոչ մեկը բարձր չի ու որևէ մեկի անունը քո անունից բարձր չի։ Ամեն մեկը, որ իրան բարձրացրել է ու քո դեմ պատերազմի է դուս եկե, իրան մոխրացրա հիմնահատակ, կտրի իր արմատը այս երկրից, թող չորանա ու վերջանա, որ երբևէ այս դիվային ազդեցությունը որևէ մեկի վրա այլևս չհարձակվի ու անեծք չբերի Հիսուսի անունով, ամեն։